Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել, որ հենց այս հյուրերին դուք ուզում եք տեսնել մեր տաղավարում եւ այսօր հենց այդ օրն է։ Եվ այսպես հոկտեմբերի 20-ից ATV հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է նոր հեռուստասերիալ Ուրիշի ընտանիքը։ Սա բազմասերիանոց նախագիծ է, որը պատմում է մարդկային հարաբերությունների, ցավալի որոշումների եւ ներելու ուժի մասին։ Եվ այսպես այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք դերասաններ Վահագն Ղազինյանին եւ Վահե Վարդանյանին։ Բարի լույս։ Բարև ձեզ, բարի լույս։ Չեք պատկացնի ինչքան նամակներ ենք ուղղակի ստացել, որ Ուրիշի ընտանիքին ցանկանում են տեսնել առաջին ծրագրի տաղավարում։ Մեր Instagram-ի էջում ամեն օր մի 10-ից 15 նամակը հենց ձեր հեռուստասերիալի դերասանների պատվերներ մեր տաղավար եւ ես շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք։ Եվ միանգամից առաջին հարցը, քանի որ ինձ շատ հետաքրքրեց եւ եթերից առաջ էլ մի փոքր քննարկեցինք, ինչու Ուրիշի ընտանիքը։ Այդ հարցին երևի ես պատասխանեմ։ Ուրիշի ընտանիք կոչվում է նրան, որ իմ կերպար արշակը կապնվում է մի կնոջ հետ, ով որ ընտանիք ունի, երեխաներ ունի, ու տենց իրանք սիրահարվում են։ Այս մարդը մտնում է այդ ուրիշի ընտանիք ու ինքը այդ ընտանիքի դժբախտության կարելի է տենց վրա իր ընտանիքն է կազմում։ Դա համար ինձ թվում է դրա համար է կոչվում ուրիշի ընտանիք։ Ուրիշ տենց չեմ կարող ասեմ, թե ինչի է կոչվում, ինձ թվում է հենց իմաստը դա է։ Հիմա ձեր կերպարների մասին մի փոքր պատմեք, որքանով է ձեզ հոգեհարազատ, կերպարի գիծը ինչպես եք տանում։ Սկսեմ, Ահա։ Հոգեհարազատ լինելու հետ կապված շատ լավ է, հարմարավետ, կոմֆորտ կերպարա, որտեղ համ կարելի է լինել ուրախ, զվարթ, համ կարելի լինել էմոցիոնալ, երիտասարդ տղա, ավելի շատ խաղալու դիապազոնը ավելի մեծ, համատաբար երևի ըստիս, քան նախորդ Մարիա հեռուստասերիալում, այստեղ ավելի թեթև կերպար, ավելի թեթև, ավելի ինձ ավելի հարմար է երևի, սենց ասեմ, որ ավելի ճիշտ լինի։ Շատ լավ է մի խոսքով կերպարի հետ կապված ամեն ինչ իդեալակ։ Ընտիր։ Դու քեզ գտնես այդ կերպարի մեջ նման է քեզ։ Հա։ Գտնելը ո՞ն է հարմարվել։ Հարմարվել եմ, մենակ այդ մի քիչ անպատասխան սիրո պահը չեմ հարմարվել, ես դրան սովոր չեմ։ Բայց դրա մեջ էլ եմ հարմարվում։ Դե կարող է ընթացքում փոխվել, բայց չի միանգամից հարմարվել։ Ընթացքում հաստատ փոխվելու է։ Ես զգում եմ, որ փոխվելու է ամեն դեպքում։ Դե, ձեր կերպարը։ Իմ կերպարը Սոնա ջան, Արշակ անունը շատ մոտ է ինձ։ Ես կարելի ասած համարյա չեմ խաղում, այլ ես ինքս ինձ եմ տենց ներկայացնում։ Ուղղակի մի բան կա, որ ես Արշակին չեմ հասնի ֆինանսական վիճակը, բայց ամեն ինչով Արշակը ինձ նման է։ Եվ բնավորությունը, եւ մի խոսքով ամեն ինչով ինքը շատ նման է ինձ։ Հրաշալի է։ Լավ, հիմա հասկանանք համագործակցությունը եւ ձեր եւ խաղընկերների հետ։ Հեշտ է ստացվում, կան նոր տանդեմներ, որ երբևէ նման այդ կոնկրետ դերասանի հետ չեք համագործակցել եւ սա առաջին անգամն է։ Ինչպես է ստացվում։ Ես սկսեմ, Հա, լավ։ Ես ոչ մեկի հետ Կապ չունեմ։ ոչ մեկին չեմ ճանաչել այս սերիալից ոչ մի դերասանի չեմ ճանաչել մենակ երևի դերասաններից մեկը Մաշինյան Լիլիթը ինքը նույն ինստիտուտի ուսանողներ են ես ավելի մեծ ինքը ավելի փոքր դից եղել է դեպքեր որ շփվել ենք բայց որ ոչ մեկի չեմ ճանաչել բոլորի հետ ծանոթացել եմ առաջի անգամ ու զարմանալիորեն շատ լավ բոլորի հետ անձնական միջանձնային հարաբերություններ կառուցվեցին ու շատ լավ ստացվեց Էլի եթե համեմատական տանեմ նախորդ հեռուստասերիալի հետ, ստեղ ավելի հեշտ։ Միգուցե երևի փորձս ավելի շատացավ, հետո բնականաբար մյուս դերասաններից էլ է շատ բան գալի, երբ որ մարդիկ ավելի սենց շփվող են, ժպիտով են, երբ որ մարդը թույլ է տալիս իր հետ լինել մոտիկ, հարաբերությունների միջանձնային հարաբերությունների առումով լինես մարդուն մոտ դու ես թույլ տալիս, այդտեղ այդ քիմիան ստացվում է արդեն ամեն ինչ ավելի հեշտ է լինում կադրի ներսում։ Հրաշալի է։ Ես ասեմ, որ իմ համար էլ տենց
նորություններ, որտեղ դերասաններ կան, չեմ աշխատել իրանց հետ, չնայած 17 տարի է պես բնակավարում եմ աշխատում։ Վահեին չեմ ճանաչել, Էդգարին չեմ ճանաչել, Իգիթյան, Էլադային չեմ ճանաչել, Լիլիթին չեմ ճանաչել, Ադրինեին չեմ ճանաչել, Ադրինեին ճանաչել եմ։ Բայց շատեր կան, նույնիսկ նկարահանող անձնակազմին էլ շատերին չեմ ճանաչել, բայց փառք Աստծո, Վահեի ասած, տենց մենք շատ մտերիմ ենք հիմա ու շատ հեշտ է ամեն ինչ, որովհետև սենց մի հատ բան կա, վստահություն եւ հարգանք դիմացինի հանդեպ։ Այդ ամեն ինչ սենց հարցերը լուծում է։ Ու գալիս ես նկարման տաղավար կամ պլաշատկա ես գալի ու ոչ մի խնդիր չկա։ Բոլորը կվկայեն ու իմ խոսքերին հաստատ։ Դուք ունեք շատ խարիզմատիկ ռեժիսոր, ինձ հետաքրքիր է շատ է տանջում, որովհետև ես գիտեմ, որ սերիալի առհասարակ գրաֆիկը շատ բարդ է եւ այնինչ տեսնում է հեռուստադիտողը եւ վայելում է հեռուստաէկրանին, դա այսպես երկարատև, նույնիսկ գիշերային նկարահանումներով անցնող օրերի արդյունք է։ Ընդհանրապես ռեժիսորի պահանջները շատ են, խիստ է։ Պատասխանեմ ես։ Իհարկե։ Ես առաջի անգամ եւ արդեն երկրորդ անգամ աշխատում եմ նույն ինչպես դուք նշեցիք մեր խարիզմատիկ սիրելի Քաջայր Հակոբյանի հետ լավ ռեժիսոր է որպես ռեժիսոր իրոք լավ հետաքրքիր մտքեր ունի ու որ իմ համար իր հետ աշխատելու ամենա այսպես ասած հաճելի կետը այնա որ ինքը տեղ է տալիս դերասանին ինքը որ դերասանը ինքը իրան ցուցադրի որովհետեւ ռեժիսորը կարա ասի sense ու վերջ դու այդ գծերի այդ ռամկաների մեջ աշխատես, էլի լավ աշխատես, էլի լավ ամեն ինչ անես, բայց այդ ժամանակ դու դերասանին ստեղծագործական միտքդ կորում է, որովհետև ես դերասան եմ, ես ուզում եմ ինչ որ մի բան sense անեմ, ուրիշ ձև անեմ, տենց է մտքովս անցել։ Ինքը դա թույլ է տալիս։ Ինքը ասում է ինչ ուզում ես, ինչը որ տեղավորվում է կադրի մեջ, օքեյ է, կարաս անես։ Այդ առումով շատ լավ է, իր այդ աշխատելը շատ հաճելի է։ Պլյուս ինքը կադրից դուրս իմ լավ ընկերն է ու շատերիս լավ ընկերն է։ Իր հետ էլ մի խոսքով ամեն ինչ օրիակապա։ Մի խոսքով բոլորի հետ ամեն ինչ շատ լավ է։ Այս ոնց որ հասկանում եմ նոր է, դեռ սերիալը նոր է սկսվել, ասես շատ բարի է, ամեն ինչ շատ լավ է։ Ընթացքում էլի կգա քրորդ, ես այս հարցերը էլի եմ ձեզ տալու։ Խնդիր չկա։ Այդ գիշերային նկարահանումներ բան ամեն ինչ լինում է։ Դուք ինքներդ էլ հասկանում եք, որ ստեղծագործական process-ը այնպեսին է, որտեղ կարան լինել խնդիրներ, խնդիրներ եւ այլ եւ աշխատանքային process-ը, դա բոլորը ովքեր բնակավարի մեջ են շատ լավ կասեն, ովքեր դուրս կարող է մի քիչ լավ չպատկերացնեն, բայց այդ ամեն ինչից զատ, երբ որ կշարքի երկու նժարի վրա ես ինքս դնեմ լավը եւ վատը, լավը ճնշող գերակշռողը։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է մեկնաբանությունները հասցնում եք կարդալ։ Ձեր կերպարների հետ կապված, սերիալի հետ կապված։ Ընդհանրապես ոչինչ չեմ կարդացել ես, կարդում եմ միայն նրանք, որոնք ընկերներս, չէ, հա, դերականներն են ընկերներս ուղարկում, մի քանի չասեմ բացասական, բայց մի քիչ երևի ծիծաղելի բաներ են ուղարկել հարազատներս, ընկերներս, մենակ դրանք եմ կարդում, իսկ ինչի չեմ կարդում, ոչ թե որովհետև հետաքրքրված չեմ կամ ինձ մեկը, այլ ուղղակի ես գիտեմ ես ով եմ, ես գիտեմ ես ինչ կարամ, ինչքան կարամ, իմ լավը գիտեմ, վատը գիտեմ, իմ ռեժիսորի կարծիքը իմ համար ամենակարևորն է այս բայի դրությամբ, իսկ իր կարծիքը դերևս ավելի շատ դերական է իմ մասին, մնացածի կարծիքն էլ է իհարկե հետաքրքիր, բայց դա շատ անգամ կարա խանգարի, ես վախում եմ, որ ինձ չխանգարի շատ վատ ինչ-որ մեկի կոմենտը, որովհետև ամեն դեպքում կարա հաճելի չի լինի ու դու մտածես, որ դու չստացված կերպար ես ինչ-որ։ Զավեշտալի կոմենտներից հիմա մեկը հիշիր։ Չեմ կարդացել։ Հիշի մինչև հետ։ Ձեզ են ուղարկում ձեր բարեկամները։ Իմ բարեկամների ինձ ձեր կոմենտները չեն ուղարկում։ Չեմ կարա հիշեմ մի քիչ դուրս է ցենզուրայից։ Հա, հասկացա, եթերային չեն, որովհետև անհնար է չհիշվի, էլի։ Եթերային չեն, բայց շատ ծիծաղելու բան են ինչ-որ մեկը։ Ես օրինակ կարդում եմ։ Ահա։ Ինձ հաճելի է, որովհետև հետաքրքիր է թե մարդիկ ինչ են, շատ բացասական կոմենտներ կան, շատ ահռելի, բայց նաև adekvat մարդիկ կան, որ գրում են ժողովուրդ ջան, սա սերիալ է, ֆիլմ է, իրանք դերասաններ են, պետք չի տենց անպատվել կամ ինչ որ այդ մարդիկ հիմար չեն, հիմա սցենարով ոնց գնում է, մարդիկ տենց են աշխատում։ Խաղում են։ Հա, խաղում են։ Ես սցենարը կարդալով ես հասկանում որ
օրինակ ռեալ կյանքում ես չէի կարա մոռացած լինեի օրինակ իմ կնոջ երեխաների անունները Էլիզ եւ Նորո Անդես սցենարով այդ իմ կերպարը մոռացել եմ մտքից թռել է ու գրում են Արշակ դու քո սենսը դու ոնց կարաս մոռանաս քո կնոջ երեխի անունը Ժողովուրդ ջան, Արշակը մոռացել է, բայց Վագը չի մոռացել։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում, այդպես sense հումորով էլ ընկալում եք, ժպիտով եք կարդում, թե մի քիչ ջղայնացնում է, ինչ որ պահի ներվայնացնում, այսպես թողնում եք, հետո նույնիսկ շարունակում եք կարդալ։ Չէ, գիտես ոնց Սոնա ջան։ Երբ որ տենց ինչ որ ծիծաղալու կոմենտ են գրում, ես էլ եմ հետներ ուրախամ, օրինակ ինչ որ բան են գրում, իմ անձի վրա չէ։ Արշակի կերպարի վրա են գրում, կնոջս ասում կարնել են այդպես ինչ են գրել։ Բայց կան մարդիկ, օրինակ շատ վատ խոսքեր են ասում, հա, ես կարող եմ ես մտնեմ, նաև ես ինքս կոմենտ գրեմ։ Օրինակ եղել է որ իմ երեխային կերպարովից որ երեխա է, այդ երեխուն վատ բաներ են գրում, ես չդիմացա, մտա ու պատասխանեցի, որ չի կարելի երեխուն այդպես բաներ չեն գրի, դե հիմա չգիտեմ որ մեկին բացատրես։ Հա, որ մեկին բացատրես, որ 10 տարեկան երեխուն այդպես բան չեն գրի։ Ես շատ քիչ կարդացել եմ մեկնաբանություններ եւ Մագդայի կերպարի հետ կապված ամենաշատն էին գրում, ամենաշատը անհանգստանում էին իր համար, ամենաշատը խորհուրդ էին տալիս իրեն։ Հիմա ձեր հարաբերությունները Մագդայի հետ, կերպարի հարաբերությունները իհարկե, եւ մի քիչ էլ ճակերտներ բացենք ոնց է այս կերպարը զարգանալու։ Որովհետև Մագդայի նկատմամբ հեռուստադիտողների անհանգստությունը շատ էր մեկնաբանություններում։ Այս անգամ ես պատասխանում, քանի որ Մագդան, հա, Մագդան իմ աղջիկ, իմ քույրս է, կերպ սցենարով։ Խափում են իրեն, ինչ որ բան չեն ասում, հա, ճիշտ եմ հասկացել մեկնաբանություններից։ Ինչու՞ն են խափում։ Նորոն է խափում։ Ահա։ Այսինքն չի խափում։ Մագդան սիրում է Նորոյին, որը հետո դե արդեն պարզվել է, որ Շուշանի երեխեքն են, տղան է։ Ու քանի որ ինքը Նորոն Արշակի հետ շատ վատ հարաբերությունների մեջ է, դրանից հետո այդ նորությունից հետո էլ չի ուզում Մագդայի հետ հանդիպի, իր պատվից դա առավել է։ Թե բայց ինչումն են Մագդային խափում, այդ ես չեմ ուզում չեմ կարող հասկանալ, որտեղ են խափել Մագդային, ես չեմ հասկանում։ Պետք չի անհանգստանալ Մագդայի համար, ընդհանրապես պետք չի ամեն ինչ լավ է լինելու Մագդայի հետ վստահ, իսկ ինչումն են խափում Մագդային, երևի խափել, ստել բառը մի քիչ փոխենք, մի քիչ փոխենք, ավելի իդեալական կլինի, թաքցնել, որովհետև ինչպես Վահագը նշեց Նորոն սիրահարվել է Մագդային, սիրահարվել են ընկերությունները, հետո պարզվել է, որ Արշակի քույրն է, իսկ ինքը Արշակին չի սիրում ու այդ ընտանեկան խնդիրների ֆոնի վրա ինքը չի կարա շարունակի հարաբերությունները Մագդայի հետ ու խափում է բաժանության, այսպես ասած, սուտ պատճառը հորինում, որ ճիշտը չասի։ Խափել, մենակ դա է խափելը, բայց հետո ամեն ինչ պարզվում է ու բոլորին թվում է ամեն դեպքում կապրեն ուրախ եւ երջանիկ։ Կարևորը դա է, որ իր կերպարի հետ ամեն ինչ լավ կլինի եւ հեռուստադիտողները էլ չեն անհանգստանա։ Ես ես մաղթում եմ, որ հեռուստասերիալը նույնքան հաջողված եւ նույնքան հետաքրքիր լինի մինչեւ ավարտը եւ ինչպես հեռուստադիտողները այժմ ապրում են ձեր ընտանեկան խնդիրներով, ձեր ընտանեկան կերպարներով, այդպես լինի մինչեւ վերջ։ Մեծ հաջողություններ եմ մաղթում հեռուստանախագծին։ Շնորհակալություն։ Ձեզ նվիրում եմ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող Սարգոնը, որպեսզի կամ միայնակ վայելեք կամ թիմի հետ միասին, ամեն դեպքում երկուսդ ունեք մեր գործընկերոջ հրաշալի արտադրանքը։ Այո, շատ։ Եվ շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Հա, մեկ էլ մի բան։ Իհարկե։ Հեռուստադիտողների համար, որ անպայման դիտեք, որովհետև շատ հետաքրքիր զարգացումներ ա լինելու բոլոր կերպարների հետ կապված։ Մի խոսքով հետաքրքիր ա լինելու, նայեք, շարունակեք նայել, շարունակեք կոմենտներ գրել, որովհետև ես ինքս անձամբ կարդում եմ կոմենտները, շատ ժամանակ կարող է չպատասխանեմ, բայց կարդում եմ։ Շնորհակալություն։ Լավ բաներ գրեք, միայն վատը մի գրեք Արշակի կերպարին, որովհետև սա ընդհանրապես կերպար, իսկ դերասանն ապրում է իր առանձին կյանքով։ Դե ինչ հիմա մեզ մոտ կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք երկուշաբթի առավոտը։